Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարոտ։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Էմերսոն Էնայ ընկերության նախագահին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման, համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Նիկոլ Փաշինյանը թիմ ընտրություններին ընդառաջ այցելել է Գյումրի եւ Փարաքար, հանդիպել քաղաքացիների հետ, արժանացել նրանց ջերմ ընդունելությանը։ Վարչապետն իր ելույթում խոսել է հեղափոխությունից հետո խոստացված ապօրինի թալանված գույքը հատիկ առ հատիկ վերադարձնելու մասին։ Այսօր Բաքվում շարունակվել է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության եւ քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։ Այդ ապօրինի գործընթացը մնում է միջազգային ուշադրության կենտրոնում։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում մեկնարկած կեղծ դատավարությունը անհանգստություն եւ խորը մտահոգություն է առաջացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։ Նա վստահեցրել է Բաքվի բոլոր հայտարարություններին հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս։ Մինչև Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարանը հայտարարում է, թե խաղաղ բնակիչների ջարդերի մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու, այդ ընթացքում Սիրիայի որոշ քաղաքներում, գյուղերում եւ արվարձաններում շարունակվում են ցեղասպանել խաղաղ բնակիչներին։ Զոհերի մեջ նաեւ հայեր կան։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի Այդա Կիրակոսյանը։ Միացյալ Նահանգների նախագահը կրկնել է իր պահանջը, թե Համասը պետք է անհապաղ ազատի մնացած իսրայելցի պատանդներին։ Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հայտարարել է, որ նման քայլի պատրաստ է միայն տևական զինադադարի դիմաց։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ Միացյալ Նահանգների ռազմական օգնության դեպքում։ Զելենսկին էլ ասել է, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, իսկ Պուտինն էլ կարծում է, որ Զելենսկու ոչ լեգիտիմ նախագահ լինելը խոչընդոտներ է ստեղծում ռուս-ուկրաինական բանակցություններում։ 2022 թվականին ամբողջ աշխարհում մոտ 41 միլիոն մարդ է մահացել քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով։ Հայաստանի վիճակագրությունը եւս մտահոգիչ է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Էմերսոն Էնայ ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։ Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը եւ կարեւորել նրա ընկերության գործունեությունը մեր երկրում։ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է եւ այդ առումով գործադիրը շահագրգիռ է Էմերսոն Էնայ ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, նաև երկկողմ գործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը թիմ ընտրություններին ընդառաջ այցելել է Գյումրի եւ Փարաքար, հանդիպել քաղաքացիների հետ, արժանացել նրանց ջերմ ընդունելությանը։ Վարչապետն իր ելույթում խոսել է հեղափոխությունից հետո խոստացված ապօրինի թալանված գույքը հատիկ առ հատիկ վերադարձնելու, առաջիկա ընտրություններում նախկին զեղծարարներին առաջադրվելու մասին։ Մեզ քննադատում են նրա համար, որ հեղափոխությունից հետո խոստացել էինք թալանվածը հետ վերադարձնել եւ այդ գործում այդքան էլ մեծ հաջողություններ չունենք։ Իրականում ես պիտի չհամաձայնեմ այս տեսակետի հետ։ Այս մասին երեկ Գյումրիում դիմ ընտրությունների վերաբերյալ իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով այն, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, ինչ որ առումով այդ գործընթացում մեր ինստիտուցիոնալ հաջողության վկայությունն է։ Ուզում եմ հիշեցնել, թե Գյումրիի ավագանում երբ խնդիր առաջացավ, երբ Հայաստանի Հանրապետության վերջին տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների եւ նոր ձևավորված ինստիտուտների գործունեության արդյունքում արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով եւ պետք է վերադարձվի համայնքին։ Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված կարգով դիմեց Գյումրիի ավագանուն, որպեսզի ավագանին դիմի դատարան այդ գույքը ապօրինի սեփականաշնորհված գույքը համայնքին վերադարձնելու համար։ Ըստ Փաշինյանի ներդրվեց նոր ինստիտուտ, որով Գյումրիում եւ մնացած համայնքներում պետք է վերադարձվի ապօրինի թալանված գույքը։ Նրա խոսքով Գյումրիի ավագանու մեծամասնությունը հրաժարական տալով հայտարարեց, որ հրաժարվում է սպասարկել այդ օրակարգը։ Սա է քաղաքական պատճառը, որ Գյումրիում տեղի են ունենում արտահերթ ավագանու ընտրություններ եւ ավագանու ընտրությունները
տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Վարչապետը թվարկեց, թե ապօրինի գույքի բռնականցման քանի ինստիտուտ կա Հայաստանում։ Դրանցից մեկը քրեական գործերով գույքի բռնականցման համակարգն է։ Այդ համակարգով մենք արդեն իսկ ունենք բռնականցված եւ պետությանը եւ ժողովրդին վերադարձված գույքեր։ Երկրորդ համակարգը պետական շահերի պաշտպանության համակարգն է, որով նույնպես այս տարիներին վերադարձվել են եւ հիմա էլ վերադարձվում են գողացված գույքեր։ Մենք պետք է ժողովրդին զեկուցենք, թե ինչ ենք վերադարձրել պետությանը, ասաց վարչապետն ու հավելեց. Այս վերջերս ես իմ էջում դրել էի 2010 թվականի արտադրության ապօրինի ձեռք բերված որպես ապօրինի գույք Range Rover-ի վերադարձ եւ էլի ինդիմադիրները սրանով էլի ժողովրդին խափում են ոչ, դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը բառիս բուն իմաստով հատիկ առ հատիկ է։ Անդրադառնալով քաղաքի արտահերտ ընտրություններին նա նշեց, թե դրանք այն պատճառով են, որ կոռուպցիոն բացահայտումներից հետո Գյումրու ավագանին չի ցանկացել թալանածը վերադարձնել պետությանը։ Նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Ըստ Փաշինյանի հայտնի են նաև 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույքերի տերերը։ Դրանք Միշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Գյումրու ընտրություններում որոշ դեմքերի տեսնելով մարդիկ պետք է հիշեն ընտրակեղծիքների մասին եւ հիշողությունն արտահայտեն քվեարկությամբ, ընդգծեց վարչապետը։ Այս ընտրություններում ամեն քվեաթերթիկ հենց նրա մասին է։ Արդյոք ժողովրդի կամքը թալանվածը վերադարձնելու ճանապարհին թույլատրել է, թե չի թույլատրել։ Քաղաքացիական պայմանագրի կամքը ոչ միայն չի թույլատրել, քաղաքացիական պայմանագիրը ստեղծել է ինստիտուտ ժողովրդի համար, որ ժողովուրդը թալանվածը վերադարձնելու հնարավորություն ունենա, եւ այդ ինստիտուտը այսօր աշխատում է։ Վարչապետը նախարձանագրեց Հայաստանի պետական բյուջեն կրկնապատկվել է, նշելով, որ խոսքը 3 միլիարդ դրամի մասին է, ապա ասաց, որ անգամ իրենց ընդդիմախոսներն են բարձրաձայնում, որ կրկնապատկվել է նաև Գյումրիի դոտացիան։ Վարչապետը պարզաբանեց, թե ինչի արդյունք է սա։ Կարող է Նիկոլը իր հոր տնից ա բերել այդ փողերը։ Իհարկե Նիկոլը ոչ էլ մեր մյուս գործընկերները մեր հայրերի տնից չենք բերել, որովհետև մեր հայրերի տներում բարեբախտաբար այդքան գումար չկա է։ Շատ կարևոր է արձանագրել, որ մենք այդ այսօղների հայրերի տնից ենք բերել այդ գումարները։ Ավելի ճիշտ կլինի ասել այդ այսօղների պապաների տնից ենք բերել այդ գումարները։ Եվ պետական, ոչ թե անձնավորված, ոչ թե ԿՊ-ի հեղափոխական խմբերը մտել են տներ ճամպրուկներով լցրել, վերցրել, այլ դա մենք բերել ենք ինստիտուցիոնալ ձևով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետությանը հատիկ առ հատիկ վերադարձնելու թափանիվն արագացել է։ Առնետների նման պատվալներից դուրս են եկել, փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, հանուն գողացածը ժողովրդին չվերադարձնելու։ Եվ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենք սպասեն եւ սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանն ու արդարադատությանը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր Բաքվում շարունակվել է օկուպացված Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության եւ քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։ Այդ ապօրինի գործընթացը եւ հայ պատանդների իրավիճակը մնում են միջազգային ուշադրության կենտրոնում, պահանջելով նոր ջանքեր եւ ակտիվ գործակցություն։
Շինծու մեղադրանքներով Բաքվում ընթացող դատավարությունը, որտեղ մեղադրյալների ցանկում ընդգրկված են Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ, նաեւ քաղաքացիական անձինք, շարունակվում է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նրանց վերագրվում են ահաբեկչություն, ռազմական հանցագործություններ, ցեղասպանություն եւ այլ հանցագործություններ։ Դատարանի առաջ են կանգնած 15 հայ, այդ թվում Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Մարտի 10-ի դատական նիստում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հարցաքնվել է Արկադի Ղուկասյանը։ Դատախազը հետաքրքրվել է, թե արդյոք Ղուկասյանը համաձայն է Մեծ Հայաստանի գաղափարախոսության հետ։ Ի պատասխան Արկադի Ղուկասյանը նշել է. «Վաղուց չեմ հավատում հեքիաթներին, Մեծ Հայաստանի գաղափարահեքիաթը ես ապրում եմ իրական կյանքով, երբեք դրան լուրջ չեմ վերաբերվել»։ Իսկ մարտի 6-ին տեղի ունեցած դատական նիստում ցուցմունքներ էին տվել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ այլոք։ Հայկական կողմը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս ընդգծել են, որ Բաքվում անցկացվող այս դատավարությունները քաղաքական բնույթ ունեն եւ կարող են խախտել միջազգային իրավունքի նորմերը։ Չնայած նրան, որ հնչում են կարծիքներ, թե Հայաստանը ոչինչ չի անում Ադրբեջանում պահվող հայ պատանդներին վերադարձնելու համար, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ակտիվ աշխատանքը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, նպատակ ունենալով ապահովել գերիների, անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը։ Վերջին հանդիպման ժամանակ ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկվել են համատեղ ծրագրերը եւ միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում իրականացվող նախաձեռնությունները։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի հետ գործակցության մակարդակը եւ ընդգծել կազմակերպության կատարած աշխատանքի կարեւորությունը, հատկապես հայ գերիների վերադարձի եւ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Նա վերահաստատել է իր հանձնառությունը շարունակելու աշխատանքը միջազգային հարթակներում եւ ներգրավելու նոր գործընկերներ։ Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է գործակցել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների հետ, ապահովելով Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի միջազգային ճանաչումը։ Մինչ Հայաստանը բարձրաձայնում է հայ գերիների դեմ իրականացվող ապօրինի գործողությունների մասին, Բաքվում անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի ծրագրերի ղեկավար Կարմեն Օսորնոն հայտարարում է, թե ականները դժվարացնում են Ադրբեջանում անհայտ կորածների որոնողական աշխատանքները։ Նա նշել է, թե իրենց նպատակն այս ոլորտում Ադրբեջանի եւ Հայաստանի գործակցությանը հասնելն է։ Նախ պետք է օգնություն ցուցաբերենք Ադրբեջանին, երկրորդը անհրաժեշտ է լուծել գործակցության հարցը։ Ասել է նա, նշելով, թե Ադրբեջանը Հայաստանին անհայտ կորածների հետ կապված ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ է առաջարկում։ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գնահատման զեկույցում նշվում է, որ ներկայումս եւ Հայաստանում եւ Ադրբեջանում կան Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, իսկ այն տարածքներում, որտեղ ռազմական գործողություններ են տեղի ունեցել, հայտնաբերված մասունքները կարող են պատկանել երկու կողմերին։ Հետևաբար ԴՆԹ-ի համեմատական վերլուծության անկախ մեխանիզմի ստեղծումը կարող է լինել նույնականացումը հաստատելու եւ արդյունքներ ապահովելու մի քանի արդյունավետ միջոցներից մեկը։ Նշվում է, որ այս մեխանիզմը բացի երկու ազգերի ընտանիքների համար պատասխաններ գտնելու հնարավորություն ստեղծելուց կնպաստի նաև տարածաշրջանում գործակցությանն ու հաշտեցմանը։ Անդրանիկ Ավետիսյան, Free News, Ազատ լուրեր։ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում մեկնարկած կեղծ դատավարությունը անհանգստություն եւ խորը մտահոգություն են առաջացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։ Նա վստահեցրել է, որ հանձնաժողովը անում է ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահի տեղի ունեցողը։ Պատգամավորը անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմետ Հաջիևի վերջին հայտարարություններին, ըստ որոնց Հայաստանը պետք է գործակցի Ադրբեջանի հետ եւ Բաքվին հանձնի Արցախյան պատերազմի մասնակիցներին։ Բաքոյանը վստահեցրել է Բաքվի բոլոր հայտարարություններին հայկական կողմը համարժեք պատասխան է տալիս։ Նաև արձագանքել ենք Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության մասով եւ նաև մեր հանձնաժողովը իր հնարավորությունները եւ իր լիազորությունները օգտագործում է, որպեսզի մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրի այս քայլի վրա, այս կեղծ իրողության վրա եւ ոչ միայն պարզապես ուշադրություն հրավիրի, այլ նաեւ գործուն քայլեր ձեռնարկի։ Այս մասով մենք մեր լիազորությունների սահմաններում եւ մեր ունեցած կապերով ու հնարավորություններով աշխատում ենք մեր ազդեցություն ունենալ։ Կարևոր չի, որ կողմը ինչ է ասում, կարևորը թե մենք ինչ աշխատանքներ ենք անում, մեր աշխատանքները երբեք չեն դադարել եւ երբեք չեն նվազել, այլ հակառակը մեր բոլոր հնարավորությունները օգտագործում են, որպեսզի մենք կարողանանք այս խնդիրը լուծել։
Մինչև Սիրիայի նախագահ Ահմեդ Աշշարանը հայտարարում է, թե խաղաղ բնակիչների ջարդերի մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու, այդ ընթացքում Սիրիայի որոշ քաղաքներում, գյուղերում եւ արվարձաններում շարունակում են ցեղասպանել խաղաղ բնակիչներին, զոհերի մեջ նաեւ հայեր կան։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, կարծես նորից թեժանում է իրավիճակը Սիրիայում եւ արդեն կառավարական ուժերն են բախման մեջ մտնում Ասադի նախկին կողմնակիցների աջակիցների միջև։ Ինչ է կատարվում այս պահին Սիրիայում։ Ասադի անկումից հետո հերթական արյունալի դրվագն է ապրում Սիրիայի ժողովուրդը իր պատմության եւ կարող ենք ասել, որ վատագույն ժամանակներ է ապրում, չնայած որ մի քանի ժամ առաջ Սիրիայի պաշտպանության նախարարությունից իբրև թե Reuters-ին հայտնել են, որ ավարտվել են ռազմական գործողությունները, ինչպես իրենք են բնութագրում տապալված նախագահ Ասադի մնացորդների դեմ, սակայն պաշտոնական դեռևս հաստատում չկա սիրիական իշխանության ու կառավարության կողմից, այնուամենայնիվ Reuters-ը վկայակոչում է իր աղբյուրները պաշտպանության նախարարությունից։ Եվ նույնիսկ եթե ավարտվել են այդ ռազմական գործողություններն ու բախումները, միևնույն է վերջին օրերին ամսի 6-ից մենք ականատես եղանք ցեղասպանական գործողությունների։ Երբ նախորդ դարերում եղած ցեղասպանությունների մասին խոսում ենք, միշտ ասում ենք ոնց է տեղի ունեցել, ինչպես են թույլ տվել, հենց այսպես բոլորի աչքի առաջ եւ ի տարբերություն նախորդ դարերի, մեր օրերում մենք on-line ու էկրաններից այս կողմ ուղիղ ռեժիմով հետևում ենք, թե ինչպես են կոտորում խաղաղ բնակիչներին։ Մասսայական սպանությունների ու կոտորածների կադրերը, արյունալի կադրեր տարածվեցին, ողողեցին ամբողջ համացանցը։ Հիմնական բախումները Լաթաքիայում են եւ հարակից գյուղերում ու արվարձաններում, որտեղ ըստ նախնական տեղեկությունների բախումների մեկնարկի համար 2 վարկած կա։ Բնականաբար կողմերը մեղադրում են իրար։ Ըստ առաջին վարկածի ասադական ալավիները, որոնց համայնքն է այդտեղ գտնվում եւ որոնք ժամանակին Ասադի օրոք եղել են զինված ուժերում էլիտա, հարձակվել են Սիրիայի նոր կառավարության անվտանգության ուժերի վրա եւ սպանել են 15 ոստիկանի, կարծեմ, ինչից հետո արդեն կառավարական ճնշումները վերաճել են այսպիսի սպանդի։ Երկրորդ վարկածով բախումները սկսել են թուրքամետ զինյալները այդ հատվածի եւ սկսել են էթնիկ ու կրոնական հողի վրա կոտորել խաղաղ բնակիչներին։ Դամասկոսից փաստորեն Լաթաքիա են ուղարկվել տասնյակ հազարավոր զինվորականներ եւ իսկապես շատ լուրջ մարտեր են տեղի ունեցել եւ խոսքը միայն մարդկային հարձակման մասին չէ, որովհետեւ այդ գյուղերում ու արվարձաններում գործել են նաեւ անօթաչուներ ու տանկեր եւ զանգվածային հարձակում է եղել։ Ավելի քան 1000 մարդ է զոհվել, որոնցից փաստորեն մոտ 745-ը խաղաղ բնակիչ։ Ալավիական գյուղերի ականատեսները, այդ փոքր քաղաքի բնակիչները Արևմտյան մամուլին են պատմել դրվագներ, թե ինչպես են տեղի ունեցել սպանությունները, մեզ հայտնի ցեղասպանական գործողություններ են, ուղիղ եւ անկեղծորեն ասված, որովհետեւ զինյալները պարզապես մտել են, գնդակահարել են օրինակ տան տղամարդկանց, այդպիսով մեզ շատ ծանոթ պատմության նման անտեր թողել կանանց ու երեխաներին, հետո արդեն նրանց գերեվարել, ճնշել, այրել հրկիզել ամբողջ ունեցվածքը, տները եւ այլն։ Նույնը արվում էր Օսմանյան Թուրքիայում։ Այո, շատ նման պատմություն է եւ գրեթե ոչնչով չի տարբերվում։ Բռնությունից ամենաշատը տուժած քաղաքներից մեկի Բանիասի բնակիչները պատմել են, որ դիակները թափված են եղել փողոցներում, անգամ տանտանիքներում եւ երկար ժամանակ ապստամբները պարզապես թույլ չեն տվել հարազատներին մոտենալ իրենց արդեն հանգուցյալ ընկերներին, բարեկամներին եւ նույնիսկ դիերը հանել այդ տարածքից։ Այդա նաև տեղեկատվություն կա, որ 2 հայ է զոհվել հենց նույն Լաթաքիայում, այս մասով ինչ նոր տեղեկություն կա, հայերի մասով ինչ հստակ մեսիջներ կան։ Այո, 2 զոհ ունենք եւ ցավոք սրտի այս անգամ եւս ողբերգությունը չշրջանցեց մեզ ու մեր հայ եղբայրներին։ Հալեպում լույս տեսնող Գանձասար պարբերականը հայտնեց, որ Լաթաքիա քաղաքում 2 հայ է զոհվել, ընդ որում հայր եւ որդի Անտուան եւ Ֆադի Պուտրոսները։ Իդեպ արևելքի տեղեկություններով էլ նրանք Լաթաքիայում ոչ թե պարզապես գնդակահարության զոհ են դարձել, ինչպես նախկինում ասվում էր, որ դա պատահական գուցե եղած լինի, այլ ըստ արևելքի տեղեկությունների նրանք վերադառնում էին հայաբնակ Քեսապ գյուղից իրենց Լաթաքիայի տուն եւ ճանապարհին կանգնեցրել են ուղակի եւ հավանաբար պարզելուց հետո, որ գուցե քրիստոնյա են կամ կրկին փոքրամասնության անդամ են, գնդակահարել են տեղում, չգիտեմ որքանով են այս տեղեկությունները իրական, բայց ամեն դեպքում 2
հայկական պարբերականները դրա մասին գրում են։ Ամեն դեպքում հայտնի չէ նաև, թե բախման որ կողմը, կառավարամետ ուժերը, թե ապստամբներն են սպանել մեր երկու հայրենակիցներին։ Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցին իդեպ նրանց հուղարկավորության կարգը իրականացնելու համար ժամանակավոր բացվել է, բայց գիտենք, որ եւ հայկական դպրոցները եւ եկեղեցիները փակ են, ուղղակի անվտանգությունից ելնելով, հայ համայնքի այլ տուժածների մասին տեղեկություններ չկան այս պահին եւ հուսով ենք, որ այս ողբերգությամբ էլ կավարտվի այս պատմությունը։ Ամեն դեպքում հրահանգել են հայկական համայնքի պատասխանատուները հայերին պարզապես փակվել տներում, որպեսզի խուսափեն հնարավոր այլ ողբերգական միջադեպերից։ Իդեպ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատուն հայտնել է, որ անվտանգային պայմաններից ելնելով Սիրիայի հայերի տարհանումն այս պահին պարզապես անհնար է։ Նաև տեղեկացնեմ, որ էլեկտրականությունն է անջատված այդ քաղաքներում, ջրից են զրկված մարդիկ եւ նույնիսկ շատ դժվար է պարզապես կապ հաստատել մեր հայրենակիցների հետ եւ դրա մասին վկայում են նաև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից։ Այո, միաժամանակ նշվում է, որ անկախ այս ամեն ինչից փորձում են կապի մեջ մնալ եւ արտաքին գործերի նախարարությունն է նաեւ նպաստում այս գործընթացին։ Փորձում են հետևել հայերի հետ կատարվող իրադարձություններին եւ մատը պահելով զարկերակի վրա անմիջապես արձագանքել, եթե հնարավոր կլինի նաեւ օգնել նրանց։ Իսկ աշխարհն ինչպես է արձագանքում, կարծես աշխարհը լուր է, որոշակի ժամանակ անց ինչ-որ երկրներ արտահայտություններ արեցին, մեսիջներ հղեցին, աշխարհի արձագանքն ինչպիսին է։ Կոչերով, ինչպես սովորենք եւ ինչպես միշտ տեսնում ենք այսպիսի ծայրահեղ վատ իրավիճակներում, Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն դատապարտել է Սիրիայում կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների զանգվածային սպանությունները եւ կոչ է արել Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով ղեկավարը ևս անդրադարձել է թեմային, կոչ է արել Սիրիայի ժամանակավոր ղեկավարությանը միջամտել եւ պատասխանատվության կանչել բոլոր նրանց, ովքեր խաղաղ բնակիչներին են սպանդի ենթարկում։ Եվ իհարկե Եվրամիությունն է դատապարտել Սիրիայի անցումային կառավարության անվտանգային ուժերի վրա հարձակումը։ Ի տարբերություն նախորդ երկու արձագանքի, Եվրամիությունը փաստորեն ավելի շատ մեղադրում է ապստամբներին զինված, ոչ թե կառավարամետ ուժերին, այո, որոնք ըստ Եվրամիության եւ կոչանող երկրների Սիրիայի տարածքային ամբողջականությունն են դնում կասկածի տակ։ Այսպիսին է աշխարհի արձագանքը։ Կոչեր եւ էլի կոչեր։ Այո, իսկ Սիրիայի անցումային նախագահը ամեն դեպքում ասում է, որ պատասխանատվության է կանչելու մեղավորներին, բայց դեռևս այդ գործընթացից նորություն չկա։ Տեսնենք, թե ինչպես կընթանա պատասխանատվության կանչելու արդարադատությունը։ Շնորհակալ եմ Այդա, հանգամանալից ներկայացնելու համար։ Շարունակում ենք թողարկումը, Միացյալ Թագավորության ափերի մոտ հյուսիսային ծովում բախվել են նավթատար տանկերը եւ բեռնանավը, ինչից հետո լցանավում հրդեհ է բռնկվել։ Թե ինչպես է բախումը տեղի ունեցել, առայժմ հայտնի չէ։ BBC-ին վերլուծելով տեղորոշման տվյալները նշում է, որ լցանավը ամենայն հավանականությամբ նավարկել է Միացյալ Նահանգների դրոշի, իսկ բեռնանավը Պորտուգալիայի դրոշի ներքո։ Շարունակում ենք թողարկումը։ Միացյալ Նահանգների նախագահը կրկնել է իր պահանջը, թե Համասը պետք է անհապաղ ազատի մնացած իսրայելցի պատանդներին։ Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հայտարարել է, որ նման քայլի պատրաստ է միայն տևական զինադադարի դիմաց եւ մեղադրել է Միացյալ Նահանգներին ու Իսրայելին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վերջնագիր է ներկայացրել պաղեստինյան Համաս խմբավորմանը, ազատ արձակել պատանդարված իսրայելցիներին, այլապես դժոխային հատուցում է սպասվում։ 3 պատիվ ունեցա հանդիպել ազատ արձակված մարդկանց եւ չեմ կարող հավատալ, թե որքան վատ են վերաբերվել նրանց։ Հայտնի է, որ այս շաբաթ Թրամփի վարչակազմը Իսրայելը առաքել 4 միլիարդ դոլարի սպառազինություն։ Մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ օգտագործելով նախագահական հատուկ լիազորությունները շրջանցելու կոնգրեսի թույլտվությունը, ինչը սովորական գործընթաց է զենքի նման առաքումների պարագայում։ Համասի խոսնակն արձագանքել է, որ պատանդներին ազատելու լավագույն ճանապարհը հրադադարի շուրջ բանակցություններն են։ Թեև Վաշինգտոնն ունի ահաբեկիչների հետ չբանակցելու վաղեմի քաղաքականություն, սակայն Թրամփը հաստատել է, որ իր գլխավորած վարչակազմն ուղղակի բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված Համաս խմբավորման հետ, պատանդներին ազատելու նպատակով։
Մենք օգնում ենք Իսրայելին այդ քննարկումներում, քանի որ խոսում ենք իսրայելցի պատանների մասին։ Համասի առնչությամբ ոչինչ չենք անում, գումար չենք տալիս։ Ըստ ամենայնի Իսրայելի ու Համասի միջև առանձին բանակցություններ են ընթանում Գազայում հրադադարի երկրորդ փուլի մեկնարկի շուրջ։ Մեծ մասի կարծիքով հրադադարը չի պահպանվի, քանզի սպասելի է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն կվերսկսի հարվածները Գազայի դեմ, եւ հենց դա տեղի ունենա, պատաններին այլևս ազատ չեն արձակի։ Այս ամենին զուգահեռ արաբական երկրները հավանություն են տվել Գազայի ապագային միտված ծրագրին, ըստ որի Համասը պետք է հեռանա Պաղեստինյան այդ հատվածի կառավարումից։ Այս ծրագիրն առաջ քաշվեց հակադրություն ԱՄՆ նախագահի առաջարկության, ըստ որի Գազայի բնակիչները պետք է տեղափոխվեն հարևան Եգիպտոս ու Հորդանան, իսկ շրջանն անցնելու է ԱՄՆ վերահսկողությանը։ Եթե Իսրայելը մերժել է արաբական երկրների ծրագիրը, ապա ԱՄՆ մերձավոր արևելյան բանագնաց Սթիվ Վիտկոֆն այն անվանել է բարի կամքով առաջին քայլ։ Այս ամենի ֆոնին հայտնի դարձավ, որ կիրակի օրվանից Իսրայելն արգելափակել է օգնության առաքումը Գազայի հատված, պնդելով, թե այն ուղղվում է Համասին, ինչը միջազգային մարդասիրական գործակալությունները հերքում են։ Գազայում նկատվում է վառելիքի սուր պակաս, որը խնդրահարույց է դարձրել հանրային մի շարք ծառայություններ իրականացնելը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ Միացյալ Նահանգների ռազմական օգնության դեպքում, եւ նույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ ասել է, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ եւ Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները, նույնիսկ Ռուսաստանին պատրաստ է առաջարկել դադարեցնել հեռահար հրթիռներով եւ ԱԹՍ-ներով հարվածները, նաեւ մարտական գործողությունները Սև ծովում։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն էլ կարծում է, որ Զելենսկու ոչ լեգիտիմ նախագահ լինելը ոչնդոտներ է ստեղծում ռուս-ուկրաինական բանակցություններում։ Ուկրաինան կարող է չգոյատևել նույնիսկ Միացյալ Նահանգների ռազմական օգնության դեպքում, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, եւս մեկ անգամ հանդիմանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Միացյալ Նահանգների օգնության համար երախտապարտ չլինելու համար։ Սպիտակ տունը հաղորդել է, որ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Ուկրաինային F-16-ների կործանումը, որն արդեն իսկ բարդություններ է ստեղծել Ուկրաինայի օդային ուժերի համար։ Հաղորդվում է, թե Ուկրաինայում հույս ունեն, որ ֆրանսիական Mirage 2000-ը կկարողանա փոխարինել F-16-ին։ Այնուամենայնիվ ուկրաինացի պաշտոնյաներից մեկը նշել է, թե ուկրաինական կողմը Սաուդյան Արաբիայում կփորձի համոզել Միացյալ Նահանգներին վերսկսել հետախուզական տվյալների փոխանցումն ու ռազմական օգնության մատակարարումը։ Ավելին, ամերիկյան ռազմական օժանդակության կասեցումից մեկ օր անց Զելենսկին հայտարարեց, որ պատրաստ է Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները։ Նույնիսկ Ռուսաստանին պատրաստ է առաջարկել դադարեցնել հեռահար հրթիռներով եւ ԱԹՍ-ներով հարվածները, նաեւ մարտական գործողությունները Սև ծովում։ Կիևը նաև ցանկանում է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի հետ։ Սպասվում է, որ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները Ջիդայում կհանդիպեն մարտի 11-ին։ Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը, Ուկրաինայի պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ Զելենսկու հետ բանակցելուց հրաժարվող Ռուսաստանը մատնացույց անում նրա ոչ լեգիտիմ նախագահ լինելը։ Նույն կարծիքին է նաև Վաշինգտոնը։ Զելենսկին արձագանքել է իր վերաբերյալ այս հայտարարություններին։ Ես կհամաձայնվեմ հրաժարվել նախագահի պաշտոնից հանուն Ուկրաինայում խաղաղության։ Կարող եմ դա փոխանակել ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ Այնուամենայնիվ ես եմ Թրամփի առաջնորդության ներքո հնարավորինս շուտ սկսել խաղաղության շուրջ բանակցությունները։ Իդեպ Զելենսկուն խաղաղություն պարտադրող Թրամփը միաժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի տարածքի լայնածավալ ռմբակոծումը։ Ուստի չի բացառվում, որ կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ։ Պատժամիջոցների խստացման մասին էլ հայտարարել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ես շատ հստակ հայտարարում եմ ռուսական գազի մատակարարումը փուլ առ փուլ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Ուկրաինա-Ռուսաստանի ներխուժումից հետո եվրոպական երկրները նպատակ են սահմանել մինչև 2027 թվականը հրաժարվել ռուսական գազից։ Ֆրանսիան էլ իր հերթին կօգտագործի ռուսական ակտիվների տոկոսները Ուկրաինային եւս 195 միլիոն եվրոյի ռազմական մատակարարումը ֆինանսավորելու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։ Նախագահ Մակրոնն էլ ավելի վաղ ժողովրդին հղած ուղերձում ընդգծել էր. Եվրոպան պետք է պատրաստ լինի նույնիսկ առանց Միացյալ Նահանգների մասնակցության կանգնել Ուկրաինայի կողքին։ Այս օրերին Փարիզը սկսել է նաև հետախուզական տվյալներ տրամադրել Կիևին։ Ավելի վաղ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է հավաքագրել Ուկրաինային անհրաժեշտ 30 միլիարդ եվրոն։ Միջոցներ հավաքագրելով ինչպես Եվրամիության կողմից պահվող ռուսական սառեցված ակտիվներից, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների կամավոր հատկացումներից։
Իդեպ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Պուտինը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ 2025 թվականի հունվարին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Նրանք քննարկել են Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման հարցը, երկկողմ հարաբերությունները եւ այլ թեմաներ։ Նաեւ պայմանավորվել են շարունակել շփումներն ու կազմակերպել անձնական հանդիպում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ տեղեկացրել է, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում արկա հակասությունների եւ խնդիրների հաղթահարման աշխատանքները մեծ հաշվով չեն էլ սկսվել։ Ամերիկյան նոր վարչակազմը ճիշտ ուղղությամբ է քայլեր անում։ Մենք գնահատում ենք դրանք, բայց կրկնում եմ, վաղաժամ է դրա հիման վրա որևէ եզրակացություն անելը։ Մենք նույնիսկ իրականում չենք սկսել ամերիկացիների հետ մեր հարաբերություններում կուտակված խնդիրներն ու հակասությունները հաղթահարելու աշխատանքը։ Մինչև քննարկվում են Ուկրաինային աջակցության տրամադրման եւ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման գործընթացները, ռուսական բանակը Զապորոժիեում հարվածել է գազի օբյեկտի, որի հետևանքով գազի եւ ջրամատակարարման սահմանափակումներ կարող են լինել։ Մոսկվան հաղորդել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չուվաշիայի արդյունաբերական կենտրոնին։ Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մեկ գիշերվա ընթացքում ոչնչացրել են 88 ուկրաինական անօդաչու սարք։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսական զորքերն այսօր եւս առաջ են շարժվել Կուրսկի շրջանում, հաղորդել է Reuters-ը։ Ռուսական գրող ըստ լրատվամիջոցի սպառնում է շրջափակման մեջ դնել հազարավոր ուկրաինացի զինվորների հենց այն փուլում, երբ Ուկրաինան պատրաստվում է Սաուդյան Արաբիայում Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ երեքշաբթի սպասվող բանակցություններին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կիրակի հայտնել էր, որ Կուրսկի 7 գյուղերից դուրս են մղել ուկրաինական զինուժին։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին ծանոթացեք տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ձգտում է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ, սակայն զգուշացրել է, որ գործարքի ժամանակը գնում է։ Իրանի հետ խնդիրը լուծելու երկու ճանապարհ կա՝ ռազմական կամ գործարք կնքել։ Ես նախընտրում եմ գործարքը, քանի որ չեմ ցանկանում վնասել Իրանի ժողովրդին, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Իրանի գերագույն առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո հրաժարվել է բանակցություններ վարել ագրեսիվ կառավարությունների հետ։ Իրանի առաջնորդի խոսքով բանակցություններում նրանց հաստատակամությունն ուղղված չէ խնդիրների լուծմանը։ Նրանք ցանկանում են կառավարել եւ պարտադրել։ Այս մասին Ալի Խամենեին հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ունեցած ելույթում։ Խնդիրը միայն միջուկային զենքը չէ, նրանք ակնկալիքներ ունեն կապված Իրանի հրթիռային ծրագրերի ու մեր միջազգային կապերի հետ։ Իսլամական հեղափոխությունը վստահաբար դրանք չարդարացնի, ասել է նա։ Խամենեինը նշել է, որ միջուկային ծրագրի հարցը հավանաբար կքննարկվի ինչ-որտեղ միաժամանակ մանրամասներ չբացահայտելով։ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան հայտարարել է, որ երկրում սկսված բախումները անսպասելի չեն եղել, նա կոչ է արել պահպանել քաղաքացիական խաղաղությունը եւ ազգային միասնությունը, ընդգծելով, որ ներկայիս ճգնաժամն անվտանգ է անցել։ Ալ-Շարան նաեւ բացատրել է, որ տեղի ունեցածը սպասված խնդիրների շրջանակում է, նկատի ունենալով Լաթաքիայում տարաձայնությունների սերմանելու եւ շփոթություն առաջացնելու փորձերը նախկին իշխանության կողմնակիցների կողմից։ Նա հայտարարել է, որ Հեզբոլլահը եւ արտաքին կողմերը նույնպես ներգրաված են եղել բախումներում, որոնք տեղի են ունեցել։ Իր հերթին Լաթաքիայի նահանգապետը կոչ է արել դադարեցնել այսպես ասած աղանդավորության հրահրումը, ընդգծելով, որ կան անձինք, ովքեր ապավինում են աղանդավորությանը եւ հրահրել են անցյալ 5 շաբթի ամստամբությունը սիրիական ափերի մի քանի շրջաններում, որտեղ ալավիական աղանդավորների մեծամասնությունը սկսել է հակամարտություն եւ լարվածություն։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ 5 շաբթի օրվանից ավելի քան 700 ալավի խաղաղ բնակիչ է սպանվել, իսկ բռնության հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 1018-ի։ Թրամփն ավելին է ուզում, քան օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրումը Կիևին օգնությունը եւ հետախուզական տվյալների փոխանակումը վերականգնելու համար, հայտնել է NBC News-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի ներկայացուցչին եւ մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի։ Գործակալությունը նշում է, որ Սպիտակ տան ղեկավարը նաեւ զիջումներ է ուզում Զելենսկուց օրինակ հրաժարվել օկուպացված տարածքներից։ Պաշտոնյաների խոսքով Թրամփը ցանկանում է, որ Զելենսկին ընտրություններ անցկացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի, հավանաբար նաեւ հեռանա նախագահի պաշտոնից, նշում է հեռուստաալիքը։ Հարավային Կորեայի նախագահ Յու Սոկ-յոլն ազատ է արձակվել կալանքից, նա կալանավորվել էր հունվարի 26-ին պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով։ Յունն ազատ է արձակվել, քանի որ Սեուլի կենտրոնական շրջանի դատարանը որոշում է կայացրել, որ նախագահին մեղադրանք ներկայացնելու ընթացքում դատախազությունը խախտել է օրենքով սահմանված ժամկետները։
Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին հաղթանակ է տարել Կանադայի լիբերալ կուսակցության նոր առաջնորդի պաշտոնի համար ընտրություններում եւ դառնալու է երկրի հաջորդ վարչապետը։ Քարնին հավաքել է ձայների ավելի քան 85%, ֆինանսների նախկին նախարար եւ խորհրդարանի падգամավոր Քրիստինա Ֆրիլանդը երկրորդ տեղն է զբաղեցրել հավաքելով ձայների 8%։ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ կհեռանա Կանադայի լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնից եւ կլքի վարչապետի պաշտոնը հենց կուսակցությունն իրեն փոխարինող գտնի։ Արգենտինայի առաջնորդ Խավիեր Միլեյը երրորդյա ազգային սուգ կհայտարարի Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Բայա Բլանկա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի համար, որտեղ առնվազն 16 մարդ է զոհվել։ Ասվում է նախագահի վարչակազմի X բլոկում երկրում հորդառատ անձրևները հարվածել են տուժած տարածաշրջանին, օդերևութաբանների տվյալներով ընդամենը մի քանի ժամում ավելի քան 300 մմ անձրև է տեղացել։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների 2022 թվականին ամբողջ աշխարհում 41 միլիոն մարդ մահացել է քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով։ Հայաստանի վիճակագրությունը ևս մտահոգիչ է։ Քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունները լուրջ մարտահրավեր են համաշխարհային առողջապահական համակարգերի համար։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 2022 թվականին ամբողջ աշխարհում գրանցված մահվան դեպքերի 74%-ը եղել է քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով, այսինքն մեկ տարվա ընթացքում 41 միլիոն մարդ է մահացել քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություններից։ Հայաստանում օրինակ 2021 թվականին քրոնիկ ոչ վարակիչ հիվանդություններից մահվան դեպքերը կազմել են ընդհանուր մահացության ցուցանիշի 80%, որի մեծ մասը 54% սրտանոթային հիվանդությունների հետևանքով։ Գարնան ամիսներին ըստ Թերացի վերլուծական կենտրոնի սրացումները զգալիորեն հաճախանում են, ինչը բերում է հիվանդների հոսպիտալացման թվի աճի, առողջապահական ծախսերի բարձրացման եւ կյանքի որակի վատ թարացման։ Գարնան ամիսների քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների սրացումների պատճառները բազմազան են։ Դրանցից են ջերմաստիճանի եւ մթնոլորտային ճնշման կտրուկ փոփոխությունները, վիտամինային անբավարարությունը, վիրուսային եւ բակտերիալ վարակների տարածվածության աճը, բույսերի ծաղկման հետևանքով օդում ալերգիաների բարձրացումը, նաեւ ֆիզիկական ակտիվության փոփոխությունը։ Սրացումների մեջ հատկապես հաճախ հանդիպում են մարսողական համակարգի հիվանդությունները, ալերգիկ հիվանդությունները, մաշկային խնդիրները, սրտանոթային հիվանդությունները, նաև հոգեկան խանգարումները։ Գարնանը հաճախակի սրվում են նաև բրոնխիալ ասթման, ստամոքսի եւ աղիքների խոցերը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է, թե ինչպես կարելի է կանխարգելել քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների գարնանային սրացումները։ Շատ կարևոր է սննդակարգը հարստացնել վիտամիններով եւ հանքանյութերով, պահպանել առողջ կենսակերպ, խուսափել սթրեսներից եւ գերհոգնածությունից, հրաժարվել վնասակար սովորություններից, հաճախ գտնվել մաքուր օդում եւ ապահովել 8 ժամ գիշերային քուն։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է լինի չափավոր, կարևորվում է նաեւ բժշկի հետ խորհրդակցելը եւ բուժման կանոնների պահպանումը։ Հիշեք, որ գարնանային սրացումները հնարավոր է կանխել, եթե նախապես ձեռնարկվեն առողջության պահպանման եւ կանխարգելիչ միջոցառումներ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։